Այս գործընթացը դիտարկեցիք վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։ Պիտի խնդրեմ նշեք, թե հիմա աշխատանքներն ինչ փուլում են։ Շատ լավ, աշխատանքները հետևյալ փուլում են, հենց այս օրերին, հենց այսօր, այսինքն մեկնարկեց եվրոպական երկրորդ փորձագիտական առաքելության այցը Հայաստան եւ նախորդի պես ներողություն, սա տևելու է 4 աշխատանքային օր, այսինքն 1 շաբաթ, 5 աշխատանքային օր եւ սրա արդյունքում արդեն ձևավորվելու են երկու զեկույցներ, առաջին փորձագիտական առաքելության ուսումնասիրության արդյունքներով եւ սա արդեն երկրորդն է, առաջինը փետրվարի 10-ից 14-ն էր Հայաստանում եւ այս երկու զեկույցները ըստ էության այս ողջ գործընթացում այն միակ փաստաթղթերն են, որոնք մենք մեկնաբանելու հնարավորություն ենք ունենալու կամ ինչ-որ շտկումներ կամ ուղումներ կատարելու առաջարկներ կկարողանանք ներկայացնել, բայց դրանց հիման վրա մինչեւ հունիս արդեն ձևավորվի կմշակվի գործողությունների ծրագիրը, որը այլևս բանակցելի փաստաթուղթ չի լինելու։ Ես հիշեցնեմ, որ սեպտեմբերին ենք մեկնարկել երկխոսությունը Մարգարիտի Սխինասի այցով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, այնուհետև դեկտեմբերին գործառնական փուլի մեկնարկը, այսպես ասած, տեղի ունեցավ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի եւ ուրեմն Հովհաննես Լուխների այցով, որը եւս Եվրոպական հանձնաժողովի արդեն միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալն էր, եւ դրան արդեն հետևեցին այս երկու փորձագիտական առաքելությունների այցերը։ Երբ որ կունենան գործողությունների ծրագիրը, ինչքան էլ որ մենք շատ լավ պատկերացնում ենք այլ պետությունների փորձով, թե ինչ է այնտեղ գրված լինելու 4 հիմնաքարային ուղղություններով մեզ պահանջներ են ներկայացվելու, բայց արդեն ըստ սահմանված թիրախների կկարողանանք ավելի կոնկրետ որոշակի կանխատեսումներ անել, թե ինչ ժամանակահատված է պահանջվում, որպեսզի մենք հասնենք արդեն այդ կետին։ Ամենաբարդ ենթակառուցվածքներից մեկը, որը նորություն էր մեզ համար եւ պահանջվելու է կենսաչափական համակարգի ներդրումներ, որը իհարկե այնպես չեղավ, որ գործողությունների ծրագրով նշվեց եւ մենք մեկնարկեցինք դրա ներդրման ուղղությամբ աշխատանքներ, ինչպես տեսնում եք, արդեն որոշակի փուլում ենք։ Ամեն դեպքում գործողությունների ծրագրի ժամկետ հունիսն է նշվում այս տարվա։ Հունիսին մեզ կներկայացվի գործողությունների ծրագիրը, որից հետո տարեկան զեկույց է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը, թե ուր է հասել։ Ըստ էության այդ ծրագիրը վերջնաժամկետ չունի, բայց չի որ մեր առջև խնդիր է դրվելու, օրինակ մինչև 27 երկրորդ կիսամյակ ապահովել այս թիրախները։ Երբ կապահովենք, այդ ժամանակ էլ կունենանք ազատ վիզային ռեժիմ։ Արտաքին գործերի փոխնախարարը ազգային ժողովում քննարկումների ժամանակ նշեց, որ այս նախապատրաստական աշխատանքները առաջանցիկ տեմպերով են առաջ գնում եւ նույնիսկ եվրոպացի գործընկերներն են արձանագրել։ Ձեր տպավորություններն ինչպիսին են։ Այո, բավականին դրական տպավորված է մեր առաջին փորձագիտական առաքելությունը հեռացել, միջգերատեսչական բավականին լայնամասշտաբ ուսումնասիրություն է կատարվել, ընդ որում նշեմ, որ ինքը առաքելությունը բաղկացած էր 20 եւ ավելի անդամներից, այսինքն յուրաքանչյուր գծով նեղ մասնագետ է ներգրաված խմբում եւ սա այլևս քաղաքական խոսակցություն չէ, այստեղ չեն մասնակցում որոշում կայացնողներ, քաղաքականություն մշակողներ, սա հենց աշխատանքային մակարդակում կատարվող գործընթաց է, այսինքն բաժնի պետը կամ ստորաբաժանման ղեկավարը ինքն է ներկայացնում գործընթացները, պատասխանում այդ պահին ծնվող հարցերին, այստեղ դժվար է փաթեթավորել իրավիճակը նախապես եւ դրա կարիքն էլ չկա իրականում, որովհետեւ եթե ներկայանանք ավելին, քան ունենք, արդյունքում այդ թիրախներին հասնելու իմաստով ավելի շատ գործ կունենանք անելու։ Այստեղ պետք է շատ անկեղծ լինել եվրոպացի գործընկերների հետ եւ մեր բոլոր process-ները հատկապես միգրացիայի կառավարման համատեքստում, իրավապահ մարմինների, մարդու իրավունքներին առնչվող եւ իհարկե անձնական տվյալների պաշտպանության համատեքստում խոշորացույցով քննվում են մեր գործընկերների կողմից եւ տեսնենք արդեն զեկույցներում ինչ արձանագրումներ կունենան, բանավոր տպավորությունները բավականին բարձր են։ Այս գործընթացում մասին, երբ որ մենք խոսում ենք, հասարակությունը հիմնականում կենտրոնանում է ժամկետների վրա։ Եթե չեմ սխալվում, Մոլդովայի պարագայում 4 տարի էր, Վրաստանի պարագայում 5 տարի էր։ Իհարկե դժվար է ժամկետներ նշել, բոլոր պաշտոնյաներն էլ խուսափում են, բայց ձեր դիտարկմամբ մոտավորապես ինչ ժամկետում կարող ենք վստահ լինել, որ ազատականացումը գործնականում։ Դե առնվազն վստահ լինել, բառակապակցությունը այստեղ չեմ օգտագործի, բայց կնշեմ, որ համադրելի մի ժամկետ էլ մենք պետք է մտքում ունենանք 4-ից 5 տարի, այո։ Շատ լավ։ Այս թեմայի հետ կապված մեր գործընկերները հարցեր ունեն։ Խնդրեմ։ Նորսյանինը 4 տարի ասելով դուք հաշվում եք 2024 թվականի սեպտեմբերից գործողությունների ծրագիրը երբ կունենանք, այսինքն այս տարվա հունիսից, այո։ Այսինքն երբ դուք ասացիք մինչև 2027 թվականի կեսերը մենք ունենանք արդեն համակարգը լիովին ներդրված եւ մարդիկ արդեն ունենան մետաղձնագրերը, մենք հաշվենք 2027 թվականի կեսը
29-30։ Տեսեք, կենսաչափական համակարգի ներդրումը մեզ ներկայացվելիք պահանջների մի կարևոր բաղադրիչն է, բայց ոչ միակը։ Դրանով միայն պայմանավորել վիզաների ազատականացումը բնականաբար հնարավոր չէ։ Այսինքն մյուս բոլոր թիրախներն էլ եթե նկատի ունենանք, ես հիմա չեմ ցանկանա, որ ուղղակի ուղղորդիչ ժամանակահատված հնչեցրեցի համադրելի պետությունների փորձով, բայց ուրեմն սա որպես հիմք ընդունել եւ վերլուծություն անել վաղ է, առնվազն պետք է ունենանք գործողությունների ծրագիրը, տեսնենք ինչ է այնտեղ գրված, ինչ է մեզնից պահանջվում, ինչ իրավիճակ ունենք մենք, մեկ ուրիշ օրինակ թիրախել այնտեղ լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ապաստան հայցողների թիվը, պահել որոշակի սահմաններում, ապաստան հայցող նկատի ունեմ Եվրոպական միության անդամ պետություններում։ Եվ մենք օրինակ վերջին 2 տարիներին 23 թվականին 5000-ը գերազանցող ցուցանիշ ենք ունեցել, 2024-ին 6000-ը գերազանցող ցուցանիշ ենք ունեցել։ Հիմա գուցե, ես չգիտեմ, թվային արտահայտություն տակ ունենա թե ոչ, մեզ պահանջ առաջադրվի այդ թիվը հասցնել, չգիտեմ, տարեկան 2000-ի։ Հիմա մենք պետք է մարդկանց միգրացիոն վարքագիծ փոխենք, ընկալում փոխենք, իրավագիտակցություն փոխենք։ Երբ կունենանք, իսկ թվերը, այսինքն չեն խափում երբեք, մենք երբ կունենանք մի իրավիճակ, երբ որ արտագաղթի հիմնական լուծումը մեր միջին վիճակագրական քաղաքացին չի տեսնում եվրոպական պետությունում ապաստան հայցելու, այն է թե ժողովրդի լեզվով ասած հանձնվելու մեջ, դա իհարկե նաև ձեր աշխատանքն է, նկատի ունեմ այստեղ առանց զանգվածային լրատվության միջոցների եւ այսպես ազդեցիկ խոսք ունեցող սուբյեկտների, օբյեկտների դերակատարման հնարավոր չէ պատկերացնել։ Դրա համար մի քիչ հարաբերական են հիմա ժամկետները, որ հնչեցնում ենք։